Տիկին Ռիտա, ասացեք խնդրեմ, թե ինչ է իրենից ներկայացնում մուդրան, որտեղից է գալիս այս ուսմունքը, գիտությունը եւ ինչու է հենց սա ցուցված տարեց մարդկանց համար, ավելի նստակյաց մարդկանց համար։ Ուրեմն մուդրան յոգային բես գրնամսել, որ շատ հին պրակտիկա մնե։ Ասի սկսավ 11-րդ դարուն Հիսուս Քրիստոսեն առաջ եւ արդեն մեկ սերունդ է մյուս սերունդ բաբիկները, հայրիկները, մինչև թորնիկները այս ուսումները դրված են։ Ուրեմն շատ զորավոր պրակտիկա մգա եւ ասեմ մեկ սերունդ ուսում մգա, որ ու շատ ուժով է այդ դոկտորներու մոտ, որը գոչվին Վայդյա Հնդկաստան։ Ուրեմն 11-րդ դարուն սկսան խոսելով իրարու փորձերը սեբենք թե դալ եւ դեսներ ինչպես ասենք իրենց հաջախորդների վրա ինչպես գաշխադեր աս մուդրաները եւ յոգայի պրակտիկաները իսկ սկսան կրելու քիրքերու մեջ մեկ հատ քիրք մգա որ շատ ջանցված է այուրվեդայի մեջ այուրվեդան հնդկական բուժելու սիստեմն է բնական սիստեմն է Ուրեմն այդ քիրքը Չարաքասամիտան սկսան կրելու 11-րդ դարուն Հիսուս Քրիստոսեն առաջ։ Հիսուս Քրիստոսեն երկրորդ դարեն առաջ ուրիշ շատ մեծ սուրբ քիրք մգա Հնդկաստան, որ գոչվի Վեդա։ Այդ վեդաներու մեջ թերավերի գտնենք ասենք օրինակներ, որ այս պրակտիկաները մուդրա եւ յոգա շատ լավ գկալեն ասենք բան հիվանդների վրա ասենք Ինչու է սա կարևոր եւ ցուցված հենց տարեց մարդկանց Կարևոր է ինչու համար, որովհետև այուրվեդանը լա, մուդրաները լան, յոգան լա, ամբողջային սիստեմներ են։ Ուրեմն ժողովուրդը երբ հիվանդ է ասենք, միան օրգանները չի բուժեր։ Գերտա դեսնե այս սիստեմը որն է ասենք արմադը պրոբլեմին գրնա ալալ պսիքոլոգիկական ցևով պրոբլեմը գա հոգեբանական ցևով գամ գրնա ալալ հոգեվորական ցանկի ցևով խնդիրներ ունենալ ուրեմն գրնամ ասել որ ավելի մեր դոկտորները մեր բուժողները Լևանտի բուժողները հիվանդության վրան ֆոկուս կունենան Այս սիստեմը ավելի գուզե խուսափել հիվանդությունը ուր գանխել հիվանդությունները ուրեմն շատ կոմպլետ շատ ամբողջական սիստեմն է որ գարնե միան ֆիզիկական ցևով չէ մարտարարածը բայց էմոցիոնալ ցևով եւ հոգեվորական ցևով mind body soul հոգի մարմին եւ միտք այո այսինքն այդ ամենը բուժելով հնարավոր է կանխել հիվանդությունները ճիշտ եմ ձեզ հասկանում անպայման որովհետեւ եթե օրգանը տպված է առողջ չէ հիվանդություն մգա եւ եթե էմոցիոնալ պրոբլեմ մգա այդ անձի մեջ գրնակ սեբենք թե բուժելու համար թեղել դակ բայց այդ տեղերը միան պիտի գեցնեն ասենք այդ հիվանդությունը բայց արմադին պիտի չի երթան so եթե տեղը գեցնեք պրոբլեմը նորեն ստեղ պիտի լինի չէ ուրեմն շատ կարևոր է թե մարդ արարածը ամբողջական ցևով բանանենք ասենք բուժենք ես ճիշտ եմ Չէ ձեզ հասկանում, որ դուք հաստատում եք այն տեսակետը, որ բոլոր հիվանդությունների հիմքում, այսպես ասած, նյարդերն են եւ հիվանդությունները գալիս են նաեւ մարդու ապրումներից, հոգեկան վիճակից եւ որպիսի հիվանդությունը բուժենք ամբողջությամբ, ոչ թե միայն ախտանշանները մեղմենք դեղերով, հարկավոր է մարդուն այլ եղանակով, հոգևոր եղանակով նաեւ բուժել միտքը հոգին եւ մարմինը բերել հավասարակշռության։ Այո, ես կգարձեմ եւ այս սիստեմը կգարձի եւ պրակտիկա ունի արդեն շատ տարերի արդիվ թե բժիշկները միան վերջնական ասեմ շերտն է որ հիվանդությունը կստանա։ Այդ հիվանդությունը գրնա դարիներով առաջ սկսիլ իջնել, ասենք, մարմինի մեջ, սիստեմի մեջ։ Ուրեմն անոր համար կարելի է գանխել։ So այս սիստեմը
հնդկական համակարգը իբրև նաև չինական համակարգը ֆոկուսն է առողջության վրա եւ երբեք այդ հիվանդները հիվանդություն չունենան գսեն թե չինական դոկտորները լավ դոկտորը գտնան որովհետեւ իրեն հաջախորդները երբեք հիվանդ չեն լար Մնում է անգործ լավ բժիշկը Չէ, կորց գունենա, բայց պետք է ինքը գանխե այդ ասենք հիվանդությունները, որովհետև ասենք դժբախտաբար մարդ արարածը շատ ստրեսի մեջ է։ Մանավանդ այս տարերս մենք հիմա ուրիշ տեսակ կյանքեր ունենք հարգավ, mental charge-ը, ուրեմն միտքի ծանրությունը ուրիշ է։ Ուրեմն այս ամեն պարամետրները պետք է հաշվի առնենք եւ այդ դոկտորները շատ կորձ ունեն պետք է ասեմ կովիդեն վերջը դեռ ավելի դեպրեսիաները շատացան ուրեմն շատ կորձ կա իրենց համար այո Ռիտա ասացեք ձեր փորձառության մասին դուք որտեղ սովորեցիք ինչու եք այս գաղափարները կիսում ինչպես եք կիսում որտեղ եք կիսում եւ ոնց դուք ինքներդ եկաք մուդրայի յոգա Գրնամ ասել թե այո ակադեմիայի հարգավ բան ունիմ փորձառություն ունիմ հիմա ցեզի գրնամ ասել բայց բզդիգուտենես իվեր իմ մեջս էր բզդիգուտենես իվեր գրնամ ասել 10 տարեկանեն իվեր ես շատ գահավադայի եւ գսկայի թե միտքը եւ հոգին կարողություն ունեին մարմինի վրա անանգովս կսավ իմ գարձիկովս իմ ավելի կոնկրետական ծևով մտածումներս, բայց բզդիգեին արդեն ունեի այդ ուսկացումները։ Վերջը բոլորովին տիպիկ ասեմ ուսում ունեցած եմ համալսարան եմ կոմունիկացիոնի մեջ, բայց միշտ այս ասենք տոպիկները, թեմաները ինձ շատ հետաքրքրեին։ Մարդ արարածը շատ հետաքրքրական թեմա մնե հարգավ։ Ուրեմն գամած 2004-ին ուզեցի ես բոլորովին փոխել իմ կորձս ու սկսա ասենք ավելորդ ուսումներ ունենալ եւ գուզեի գիտական ծևով հարգավ ունենալ։ Ուրեմն հոգեբանություն սորվեցա Ֆրանսա Jungian therapy-ի մեջ, Jungian psychology-ի մեջ, որ ինքը ֆրուդիոնեն մի քիչ ուրիշ է, էներգիկական ծևով ընդուրված է աս էներգիկական կորձերնալ։ Այսինքն ուսումնասիրել եք Jung, Freud, հոգեբանությունը դասական իմաստով եւ եկել հանգել եք արդեն անպայման ասիկա ասենք հոգեբանական շերտն է ֆիզիկական ծևով Ատլանտա Ջորջիայի հետ ես ունեցա դիպլոմա holistic therapy-ի մեջ եւ holistic nutrition-ի մեջ որբեսի այդ ֆիզիկական շերտ ուրեմն ֆիզիկական չէր հոգեբանական եւ ասենք spiritual life-ի հոգեբորական ավելի կյանքի ադիգա միշտ ներկա եղած է իմ կյանքիս մեջ շատ կարեւոր topic մնե, թեմա մնե եւ ինչպես ասի եթե գուզենք մենք ասենք ամբողջական ծևով ապրել այդոնք շատ կարևոր պարամետրներ է եւ եթե կարելի է մեկ բառ ավելորդ ասեմ հիմա գիտենք թե արար աշխարհ դեղեր կան թե քաղաքացիները ավելի դարիքոտ գաբրին այդ դեղերը գոչվին գաբույտ զոներ գաբույտ դեղեր եւ այդ դեղերը ուզեցին գիտնալ գիտական ծևով արար աշխարհ թե ինչու համար այդ քաղաքացիները ավելի երկար գաբրին մեկ պարամետրները որ գելեր ամեն դեղեն ասենք ճապոնեն մինչև կալիֆոռնիայեն եւ հունաստանեն հոգեվորական կյանքը շատ զորավոր էր այդ անցերու մեջ ուրեմն հավատք ունենալ ովևէ մեկ հավատք միայն քրիստոնեություն չէ բայց հավատք ունենալ եւ հույս ունենալ շատ կարեւոր պարամետր մնե